2020 թվականի ապրիլի 17-ին շրջակա միջավայրի նախարարությունը առաջարկել էր փոփոխություններ մտցնել առևտրի և ծառայությունների մասին օրենքում և 2022 թվականի հունվարի 1-ից արգելել էր մինչև 50 միկրոն հաստությամբ տոպրակների վաճառքը։ Բոլոր տեսակի մինչև 50 միկրոն հաստությամբ տոպրակները արգելվում են։ Որոշումն ընդունելուց անցել է 3 տարի։ Օրենքը կիրառվում է մասամբ։ Որոշ վաճառակետերում և խանութներում դեռ շարունակում են վաճառել 50 միկրոնից ավելի ցածր հաստությամբ տոպրակներ։ 19 թվականի կարգավորումով, օրենսդրական փոփոխությունով 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտավ կարգավորումը, առ այն, որ մինչև արգելվում է պոլիէթիլենային տոպրակների մինչև 50 միկրոն հաստության վաճառքը։ Հետքը որոշել է պարզել, թե ինչու օրենքը չի կիրառվում և ինչ մեխանիզմներ են գործածվում խախտումները հայտնաբերելու ուղղությամբ։ 2022 թվականի հունվարի 5-ի կառավարության նիստում շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիձյանը հայտարարել էր, որ տեղական ինքնակառավարման մարմինները պետք է ապահովեն օրենքի կիրառումը։ Երևան քաղաքի դեպքում վերահսկողությունը պետք է իրականացներ քաղաքապետարանը։ Մինչև 50 միկրոտոպրանքների վաճառքը, բացի երկրորդական հումքից սարքածը, չի թույլատրվում վաճառելու օբյեկտներում։ Համապատասխան սարքի միջոցով, որը որ մեզ տրամադրված է, ուսումնասիրությունը կատարում է եւ եթե չի բավարարում չափորոշիչներին, ապա կազմում է համապատասխան արձանագրություն զանցանք թույլ տված անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու նպատակով։ Մոտ 50 հսկողական աշխատանքներ են իրականացվել առևտրային օբյեկտներում, կրում են շարունակական բնույթ, հսկողական աշխատանքները եւ վաղը եւ մյուս օրը կրելու են շարունակական բնույթ, հսկողության համար հիմք է հանդիսանում համայնքի ղեկավարի հրամանը կամ կարգադրությունը, մեր դեպքում Երևանի քաղաքապետի հանձնարարագիրը։ Հասարակական կարգի պահպանության ծառայության պետի տեղակալ Վախթանգ Բարսեղյանի աշխատասենյակում միկրոմետրով չափեցինք տարբեր խանութներից ձեռք բերված պոլիէթիլենային տոպրակների հաստությունները։ Տոպրակների մեծ մասը չէր համապատասխանում սահմանված 50 միկրոն հաստությանը։ Ծավալը միանշանակ բավարար չէ, սա դուք ճիշտ եք նկատել, առևտրի և ծառայության ոլորտի օբյեկտների, ինչպես նաև իմ կողմից նշված քաղաքաշինության ոլորտում ամբողջական հսկողության իրականացումը կարող է միայն բազմաթիվ մեծ անձնակազմ ունենալու դեպքում։ Սակայն ունենք այն, ինչ որ ունենք, այս պահի անձնակազմը կազմում է 70 հոգի։ Կարծում եմ համայնքները ինչքան հնարավոր է վերահսկողություն իրականացրեցին, բայց սա ամբողջական արդյունք չտվեց։ Մենք հիմա նախագիծ ունենք, որով ըստ էության պոլիէթիլենային տոպրակների որևէ տեսակի վաճառքն ենք արգելելու եւ նաեւ մեկանգամյա պլաստիկ տարաների վաճառքն ենք արգելելու եւ հուսամ նաեւ այս որոշումով կարողանանք այս տոպրակների խնդիրը լուծել եւ վերահսկողությունն է ակնկալում ենք, որ տեսչականները կանեն եւ արդյունքը ավելի լավ կլինի։ Հարցազրույցի խնդրանքով դիմել էինք շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության բաժնի պետին Լուսինե Ավետիսյանին։ Մի քանի անգամ հարցազրույցի օր եւ ժամ փոփոխելուց հետո վերջինս ասաց, որ շատ ծանրաբեռնված է եւ հարցազրույց տալու համար հարմար ժամանակ չի գտնում։ Այնուամենայնիվ գրավոր հարցմամբ դիմել ենք շրջակա միջավայրի նախարարություն, որտեղից մեզ հայտնել են, որ օրենսդրական նախագիծ է մշակվել, որով պոլիէթիլենային տոպրակների պահանջների նկատմամբ վերահսկողություն կիրականացվի նաև շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից։ Այսինքն, եթե օրենքի նախագիծն ընդունվի, համայնքապետարանների աշխատակիցների հետ միասին վերահսկողությունը կիրականացնեն նաև կառավարության ենթակա տեսչական մարմնի աշխատակիցները։ Կառավարությունը հերթական անգամ չի կատարում իր իսկ ընդունած օրենքը։ Նախարարությունը ընդունում է։ Վաճառքի գործընթացը լիովին վերահսկելն այս փուլում բարդ է եւ անհրաժեշտ են նոր մեխանիզմներ։ Իսկ մինչ նախարարությունը դեռ փնտրում է այդ մեխանիզմները, պոլիէթիլենը շարունակում է կուտակվել բնության մեջ։ Այն չի քայքայվում եւ հարյուրավոր տարիներ վնաս է հասցնում էկոհամակարգին։